Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ ամփոփվել է Գյումրու 82 ընտրատեղամասերից 81-ի արդյունքները, որևէ քաղաքական ուժ չի կարողացել հավաքել 50+1% իշխանություն ձևավորելու համար, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 16938 քվ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը 9537, Ապրելու երկիր կուսակցությունը 1658, Մայր Հայաստան կուսակցությունների դաշինքը 2844, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը 642, Եվրադաշինք կուսակցությունների դաշինքը 2071, Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը 1387, Մեր քաղաքը կուսակցությունների դաշինքը 7296, Իմ հզոր համայնք կուսակցությունը 3659 քվ, Մայր Հայաստան դաշինքը հայտարարել է, որ պատրաստ է իր ստացած ձայներով սատարել առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին։ Մենք պատրաստ ենք մեր քվեով, առանց որևէ կոալիցիոն բանակցությունների մեջ մտնելու, առանց որևէ աթոռակռվի մեջ մտնելու, սատարել մեր քվեներով, որպեսզի քաղաքացիական պայմանագիրը իշխանազրկվի։ Իմ հզոր համայնք կուսակցությունը ևս հայտարարել է, որ պատրաստ է առանց որևէ նախապայմանի քվեարկել առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ամփոփել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավականու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 3669 քվ, Միասնություն կուսակցությունը 6508, Ազգային առաջընթաց կուսակցությունը 900, Կայունություն կուսակցությունը 426 քվ, Անճշտությունների գումարային չափը 106։ Երեկ ուշ երեկոյան Ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանեթ Հանդիլյանը սոցիալական ցանցում գրել էր, որ Ապրելու երկիր կուսակցության ներկայացուցիչ Վալոդիա Գրիգորյանը, որ Միասնություն դաշինքի թեկնածուն է, այս ընտրություններում հաղթել է հավաքելով 57% ձայն։ Դաշինքի շտաբում երեկոյան տոնում էին Վալոդիա Գրիգորյանի հաղթանակը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը, թե մարտի 29-ի երեկոյան և մարտի 30-ի առավոտյան Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանական գերատեսչությունը հիշեցնում է, վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Հայաստանում է ըստ Գերմանիայի նախագահի պաշտոնական կայքէջի, նա տարածաշրջանում կլինի մինչև ապրիլի 2-ը, կայցելի նաև Ադրբեջան։ Սա Գերմանիայի նախագահի առաջին այցն է Երևան և Բաքու։ Երևանում նախատեսված են հանդիպումներ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բաքվում Գերմանիայի նախագահը կհանդիպի Ադրբեջանի նախագահին։ Սիրիական Քուրդիստանի վարչակազմը հայտարարել է, թե չի ընդունում երկրի նոր անցումային կառավարությունը, որը ձևավորվել էր Ասադի վարչակազմի տապալումից 4 ամիս անց։ Երկիրը փաստացի առաջնորդող Ահմեդ Ալ-Շարան ներկայացրել էր 23 անդամ ունեցող նոր կաբինետը, որտեղ հիմնականում նրա աջակիցներն են, կան նաև ներկայացուցիչներ ալավիական ու քրիստոնյա համայնքներից։ Քրդական համայնքից նոր կառավարության կազմում ընդգրկվել էր մեկ ներկայացուցիչ, որը սակայն Սիրիական Քուրդիստանից չէ։